Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մեծ հաշվով, այո, ցանկացած մաքսատուրքի սահմանում, երբ որ պաշտպանում ես հայրենական արտադրողին, դա կոչվում է հովանավորման համակարգ եւ ազատ առևտրի պայմաններում հովանավորման համակարգը չի խրախուսվում։ Հաճախ լինում է, որ հայրենական արտադրողը օգտվելով այն հնարավորություններից, որ ինքը միակն է կամ առնվազն գերիշխող դիրք ունի այդ շուկայում, զբաղվում է պետության նկատմամբ շանտաժով, որ եթե դուք մաքսատուրքերը չբարձրացնեք, մենք կփակենք գործարանը, աշխատատեղերը կկրճատվեն, սա ընդունված մոտեցում է, բայց մենք որպես կառավարություն փորձում ենք բալանսավորել այս հնարավորությունները եւ այդտեղ տակտիկական իմաստով, այո, ճիշտ է երկարաժամկետ ռազմավարությամբ նայելն է, արդյոք մենք այսօր 8000 սահմանելով, վաղը չենք սահմանելու 16000 կամ մյուսօր չենք սահմանելու 27000, որովհետեւ այս խնդիրները չառաջանան, մենք պետք է առաջին հերթին նայենք մեր հնարավորությունները, այսինքն ինչպես է ստացվում, որ տարիներ շարունակ մենք չենք կարողանում մեր արտադրության ինքնարժեքը այնպես իջեցնել, որ հարևան երկրից այդ հսկա ճանապարհն անցելով 2000-3000 դոլար լոգիստիկ ծախսեր անելով հանդերձ նորից առավելություն են ունենում մեր արտադրության նկատմամբ։ Սա նշանակում է մենք ինչ-որ բան ճիշտ չենք անում։ Իսկ եթե նաև համեմատում ենք Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանը, այստեղ ակնհայտ է դառնում, որ այս դեպքում էլ հո նույն էներգետիկ համակարգն է, նույն գներն են, ինչի է այդ դեպքում մեկը գնում սնանկացման, մեկը չի գնում սնանկացման։ Այսինքն ներքին խնդիրները պետք է վերլուծենք եւ նաև պետք է հասկանանք, արդյոք երկարատև մենք իրավունք ունենք զբաղվել այս հովանավորման համակարգի կիրառմամբ, թե կան նաև առևտրի համաշխարհային կազմակերպություններ, որոնք չեն խրախուսում այս մոտեցումները։ Այսինքն մենք մեր ներքին խնդիրները ինքներս պետք է լուծենք։ Շնորհակալություն։